Մատթեոսի 28-րդ գլխի վերջի տողերում Հիսուս Քրիստոսը տալիս է մեզ մի շատ կարևոր առաջադրանք։ Գնացեք բոլոր ազգերին աշակերտեք, մկրտելով նրանց Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Սա մի առաջադրանք էր, որ Տեր Հիսուսը տվեց բոլոր հավատացյալներին։ Սիրելի հեռուստադիտողներ, հարցեր քրիստոնեական հաղորդաշարն է այսօր ձեր եթերում եւ մեր եղբայրներով մենք փորձենք այսօր Հակոբ եւ Սլավիկ եղբայրների հետ փորձենք խոսել ավետարանչության մասին։ Սա մի թեմա է, եղբայրներ, որը շատ այսօրվա դրությամբ շատ կարևոր, շատ ժամանակակից իր մարտահրավերները պահանջող հարց է բոլոր քրիստոնյաների համար։ Փորձենք մի քիչ մանրամասնությամբ քայլ առ քայլ առաջ գնանք։ Առաջին իմ հարցը ով է ապաշխարության հեղինակը։ Նախ նշեմ, որ ավետարանչությունը ամեն ժամանակներում է արդիական, ամեն ժամանակներում փրկagorցությունը շատ կարևոր է։ Իսկ ավետարանչությունը այդ փրկagorցության գործն անում։ Իսկ ով է հեղինակը ապաշխարության, միանշանակ Սուրբ Հոգին, միանշանակ Աստված, որովհետև եթե Աստված չքաշի, ոչ մեկ չի կարող գա դեպի իրեն, ու միևնույն ժամանակ եթե այդ Սուրբ Հոգու ներգործությունը չլինի, մարդու աչքերը չի բացվի, մարդը չի իմանա ինչին այո ասի կամ չէ։ Իսկ մարդուց կախված է նաև իր համաձայնությունը այդ բարի լուրին, այդ ապաշխարությանը հասելուն թե չէ։ Նաև ես եղբորս կլրացնեի, որ ապաշխարության հետ կապված շատ կարևոր է այո մարդու ընդունելը, որովհետև հրավերք է դա Աստծուց, բայց նաև կարելի է ասել Աստված գործում է, ասենք, տարբեր տեսանկյուններին, թե մարդու միջոցով, թե բնության միջոցով, այսինքն Աստված գործում է մարդու հետ, եւ երբ որ մարդը մեղքի պատճառով ընկավ Աստծո փառքից, Աստված արդեն իր համար ծրագիր պատրաստեց փրկության, իսկ փրկության ծրագիրը հենց կապված է ապաշխարության կոչի հետ կապված է։ Իսկ լավ, ապաշխարություն, ասենք, սա լսողի տեսանկյունից, այսինքն ապաշխարության կարիք ունեցողի տեսանկյունից, իսկ ավետարանչի կողմից ով է հեղինակը, ով է գործում, Աստված թե մարդը։ Էլի մարդ Աստված համադրություն պետք է լինի, ոչ մարդ իրանով կարող է անել, ոչ Աստված ամենակարող է, բայց Աստված անում է մարդու միջոցով։ Հա։ Այսինքն Աստված կարող է, եթե մարդ չկա, Աստված կարող է խոսալ ամեն մեկի հետ։ Սոսլավի եղբայր ասաց բնության միջոցով ու նաև կարող է լսելի ձևով, ոնց որ իմ հետ խոսաստան մեր տան մեջ։ Ես մենակ էի, Աստված խոսեց իմ հետ ու կարող է դա բոլորը հետ անել, բայց միևնույն ժամանակ մարդկանց կողմից ինձ Աստծո խոսքը շատ ասվել էր։ Այդ խոսքերը բերել են ինձ, որ ես միշտ աղոթներից մեջ, ես արդեն խնդրում էի Աստծուն, լսել էի Աստծո խոսքերից, ես բացում էի իմ սիրտը, այսինքն մարդկանց այդ ավետարանիչների գործողությունների կարիքը շատ կար, որովհետեւ ես մարդիկ արդեն ավետարանել են։ Այո, իրանց ավետարանչի գործը արդեն արել են, բայց արդյունքը դեռ չկար։ Ու հասունացել էր այն բանը, որ ես այդ ավետարանած այդ բաներին այո ասեի։ Հա։ Ու կանչեի Աստծուն ու Աստված խոսեր։ Աստված կարող է տարբեր ձևերով խոսել մարդկանց միջոցով, բայց գործում է մարդկանց միջոցով։ Ես ինչի համար շեշտեցի ով է հեղինակ, ով է ներգործում ավետարանիչի մեջ, որտեվ ես sense եմ հասկանում, որ ամենայն դեպս եթե Աստված չգործի, սա աստվածային գործ է, փրկություն աստվածային գործ է, մարդկային գործ չի ու մարդկային ճիգերով հնարավոր չի դրան հասնել։ Ենթադրենք մեկը շատ հավանեց քրիստոնեական դրվածքներ ու փորձեց ավետարանել, եթե Աստված իր առաջնորդությունը չտա, իր այդ շնորհը, ավետարանչի շնորհը չտա, մարդը չի կարող դա անել։ Համաձայն հոգևոր աչքերը Աստված է բացում։ Հոգու մասնագետն Աստված է։ Մարդը չի կարող մարդու հոգու մեջ խոսա ու գործի։ Մարդը ինչ էլ անի, մարմնական այս մակարդակի վրա կարող անի, շնչային մակարդակի վրա, բայց հոգու մեջ Աստված կարող մենակ բացի իր խոսքը, իր կանչը։ Դրա համար մարդկային ամեն մի գործ մեռած է, իսկ Աստծո ամեն մի գործ կյանք ունի մեջը, ինքը պտուղ ունի։
Դրա համար եթե Աստված չանի, մարդը ինչ էլ անի, իզուրա։ Ասում եմ, չէ, եթե Աստված չպահի, զուրեն պահապան, եթե Աստված չինի, զուրեն շինողները, անպայման Աստծո գործը պետք է լինի։ Եթե Աստծո գործը չլինի, միանշանակ այդ գործը արդյունք չունի։ Բայց Աստված անում է, եթե կա Աստծո գործը, կա նաև մարդուն Աստված իր գործերին համագործակցություն։ Դե մարդ արարածը ինքը հանդիսանում է որպես հոգևոր էակ։ Իհարկե, իսկ մենք գիտենք, ոնց որ Աստծո խոսքն է մեզ բացահայտում, որ մարդու հոգին ծնունդ առնում է Աստծուց։ Երբ որ բեղնավորումը լինում է ու այդ մարմնի մեջ հոգին դրվում է, դա Աստծուց է։ Իհարկե, մեղքի պատճառով որ ասենք այդ հոգևոր խորհուրդները փագա, բայց էլի եմ ասում, նորից շեշտում եմ, որ Աստված է, այո, ոնց որ եղբայրը ասում է, որ Աստված է այդ գործը անում։ Իհարկե ամեն ինչ Աստծուց է, առանց Աստծո գործողության մարդը չի կարող ոչ։ Բայց լավ է, եղբայր, ինչ ես կարծում, ամեն մի քրիստոնյան, ամեն մի հավատացյալը կարա ավետարանի չլինի։ Ավետարանչության համար ես իմ տեսակետից կարամ սուբյեկտիվ ասեմ, որ կարանք երկու կողմից տեսնենք։ Առաջին կողմը, որ հենց ավետարանչության կոչը դա պարգև է, ոնց որ Եփեսացիս մեջ ասում է 4-5 պարգևները, առաքյալ, մարգարե, ավետարանիչ։ Իսկ երկրորդ տեսակետից մարդը կարա վկայի, այսինքն վկայել ինչպես ոնց որ Հիսուսը մեզ հանձնարարություն տվեց ամբողջ քրիստոնյաներից, գնացեք ամբողջ աշխարհը ավետարանեցեք եւ աշակերտեցեք Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունից։ Մարդը կարողություն ունի, բայց անձամբ որպես ավետարանիչ դա Եթե չեմ սխալվում, Գործ առաքելոցի մեջ ասում է իմ վկաները լինեք Երուսաղեմում, Սամարայում եւ ամբողջ աշխարհի ծայրերում։ Այսինքն մեջ էլ ասում, դուք իմ Սուրբ Հոգին թափում ձեր, դուք իմ վկաները կլինեք։ Վկաներն ենք այդ ավետարանի։ Ես համամիտ վկանները ըստե կարանք Բաղդադենք իրարից, որովհետեւ վկանները դա այո վկայություն տալն է Քրիստոսի կենթանության համար, բարի լուրի համար, բայց որպես ավետարանիչ դա հատուկ կոչ կա, ոնց որ Աստվածաշունչը։ Մեկից սա նման է, ոնց որ Պողոս առաքյալը ասում է, ես ցանկանում եմ որ բոլորը մարգարե անան, բայց մենք հասկանում ենք, որ մարգարեանալը մի հարց է, մարգարեի ծառայությունը մի ուրիշ հարց է։ Սրանք տարբեր երևույթներ։ Այո, բայց միևնույն ժամանակ հավատացյալը ոչ թե կարա, այլ պարտավոր, որովհետև լույսը չի կարա լույս չտա, եթե ինքը լույս է, ինքը լույս է տալու։ Լույս կա, որ շատ մեծ մասշտաբի, օրինակ արևը, ասենք ամբողջ աշխարհին լույս է տալի։ Իսկ փոքր լույսը ինչ որ տան մեջ է լույս տալի։ Եթե այդ համեմատությունը վերցնենք, ամեն հավատացյալ պարտավոր է այդ լույսը տա։ Աստված ասում է, ասում է, դուք եք այս աշխարհի աղը, դուք եք աշխարհի լույսը, երկրի աղը։ Այսինքն չի ասում դուք պետք է լույս տաք, դուք պետք է լույս եք, այդ լույսը չի կարա լույս չտա։ Այսինքն ամեն հավատացյալ ինքը ավետարանիչ է։ Ինչով ինքը վկա, հենց ավետարանել իր վկայությունով։ Ինքը չի կարա պահի իր մեջ այդ ուրախությունը, որ Աստվածով է, Աստված կենթանի Աստված կա, մինչև ես չգիտեի, բայց ես վկայեմ, որ Աստված կա, վկայեմ, որ Աստվածաշունչը կենթանի Աստծո խոսքն է, զորավոր է, փոխող է մարդու կյանքերը։ Վկայեմ, որ Աստված իմ կյանքը փոխեց։ Վկայում եմ, այդ ավետարանությունն է դա, որ ինքը իր վկայինչ է, տեսել է, ու էդի պատմում է։ Այստեղ ես ինչի համար ես մի քիչ շեշտեցի այս պահը, որտեղ ասենք մարդիկ կան, որ ասում են դե ես այդքան ճարտար խոսալ չգիտեմ, ես չեմ կարող մարդկանց համոզեմ, բան, այստեղ հարցը կայանում է, որ ուղղակի դու պատմես քո հետ Աստված ինչ ա արել։ Բայց նաև ինչ ձևով է Աստված քեզ փրկել, ու սա այն վկայություն, որ իմջալուց Պողոսը որտեղ կանգնում էր, ինքը իր վկայություններ պատմում, որ ես էսեի, ու Աստված հանդիպեցի Աստված։ Ուրիշ ավետարանություն չկա։ Ավետարանությունը վկայություն է, այսինքն համամիտ եմ անգամ։ Այս տեսանկյունից բոլոր քրիստոնյաները կարան ու պետքա լինեն։ Ոչ թե կարան, այլ իրանք ուզեն թե չուզեն, իրանք պետք է էդի լինեն։ Նաև կարանք միտեղ հիշենք Մատթեոս ավետարանից մեր Տերը հենց հանձնարարություն ոնց որ տվեց վերջին գլուխը նաև 10-րդ գլխում ասում է, եթե մեկը
ամանչի իմ համար ու չվակայի մարդկանց առաջ, ես էլ կամանչեմ իմ հոր առաջ, իր հրեշտակների առաջ, իր համար վկայելու։ Այսինքն դա հանձնարարություն է տված Ամեն։ հավատացյալի համար։ Էդի հավատացյալը պարտավոր է, ոնց որ եղբայրս ասեց, լավ մեկնաբանեց, որ մարդը եթե սերով լցվում է, Քրիստոսով լցվում է, ինքը չի կարա լռի։ Նախ արեք մի հատ sense հասկանանք, ով է ավետարանում, վերստին ծնված մարդը, ում մեջ Քրիստոսն է ապրում։ Այն Քրիստոսը, որ այն ժամանակ ինքը ավետարանելով ման էր գալի, այդ նույն Քրիստոսը այսօր մեր միջոցով, մեր ներսից, դրա համար Պողոս առաքյալը ասում է, ես չեմ ապրում, այլ իմ մեջ ապրում խաչել Քրիստոսը։ Այսինքն ինքը իր կյանքով մեկ ուրիշ տեղ ասում է դուք Քրիստոսի անուշ հոտն եք, որոշների համար կյանքի հոտ, որոշների համար մահվան հոտ։ Մյուս տեղ ասում է դուք բաց նամակներ եք։ Այսինքն մեզանով Քրիստոսը պետք է գործի։ Էդի հենց ավետարանությունն է, որ Քրիստոսը ցույց է տալու, որ ինքը կենթանի է, ինքը մարդկանց կյանքեր է փոխում, ու այդ նույն Քրիստոսը այն ժամանակ էլ ինքը չեկավ դատելու, այլ եկավ կորածը փնտրելու, գտնելու, փրկելու։ Իրա գործը մինչև հիմա մնում է էդի։ Գգա մի օր, որ ինքը գա դատելու, բայց մինչև քանի դեռ էս աշխարհում կյանք կա, Քրիստոսը մեր մեջով ինքը անելու իր փրկagorցության գործը։ Այսինքն գնալու է Քրիստոսը մեզանով հասնելու մարդկանց, ասի բարի լուր ունեմ քո համար, ես քո տեղը խաչվել եմ, ես քո տեղը խաչվել եմ, ընդունի իմ զոհը, իմ ձեռքի նվերը, դու կստանաս, փրկությունը կստանաս, ապրի։ Կարելի է մի հատ sense բան ասել, հավատացյալը ավետարանում է, իր ավետարանչական գործունեությունը միշտ եկեղեցու հետ պետք է համաձայնեցնի, թե կարա էդի ինքնաբուխ լինի, իր ազատ, ոնց եք նայում դրան։ Ես օրինակ հենց այս հարցին, հենց որ ես նոր մի քիչ առաջ որ ասեցի Բաղդադ ենք իրարից, ավետարանչի պարգևը եւ ավետարանել վկայելը։ Հենց այս հարցն է, որ ինքը շեշտը դնում է, որ ավետարանիչը ինքը այո, իր եկեղեցու առաջնորդությունով է, չէ, որ ինքը արդեն գնում է իր միսիոներությունը կատարի։ Բայց որպես, ասենք, քո առօրյա կյանքում որպես վկա լինել, դա կարող է ինքնաբուխ կարա։ Այո, ինքնաբուխ կարա լինի, բայց հենց որպես ավետարանիչ իհարկե դա հովիվի իմացությունով եկեղեցության հարց, որտեղ ծառայության ու արդեն սա արդեն ուրիշ։ Այսինքն մի քիչ ասենք իմ տեսանկյունն էլ է այն, որ մարդը եթե բաց է Սուրբ Հոգու համար, Սուրբ Հոգու գործունեության համար, ու Սուրբ Հոգին մղի այս միջավայրում կամ այն միջավայրում վկայելու, այդ ինքնաբուխ, որ ինքը առանց խոչընդոտ լինելու Սուրբ Հոգին պատրաստ է ամեն վարքյան վկայելու։ Այստեղ էլ պետք չի գնա իր հովին հարցնի վկայեմ թե չվկայեմ։ Ասենք այս ծայրահեղությունը չլինի, մյուս կողմից չլինի, որ մարդը ինքը իրան միսիոների տեղադրել, բայց իրան ոչ մեկ չի ուղարկել։ Ոնց որ Պողոս առաքյալը կներես, Պողոս առաքյալը գնաց առաքյալների հետ հանդիպեց, խորհրդակցեցին, թե ինչ ավետարան էին կա, այսինքն էսի եկեղեցական գործը, որ երկու ծայրահեղությունից էլ խուսափենք, էլ ես համամիտ եմ, հա, որովհետև մարդը նամանավան նոր հավատացյալ ուզում է բոլորին պատմի, բոլորին ասի դա նորմալ է, լավ է, բայց երբ որ եկեղեցուանից կարող ենք ինչ որ բաներ ձեռնարկի, որ մենք շատ սխալ բաներ էլ կարող անենք, այդ լցված, աստծով լցված ուզում ենք անենք, շատ անենք, մեզ թվում է ամեն լավ գործ ենք անում, բայց ընդ կարա շատ սխալներ լինի, որ դա կարող է եկեղեցու անունին ոչ լավ բան բերի, այսինքն հեղինակությունը գցի եկեղեցու եւ այլն, տվյալ տեղական եկեղեցու նկատի ունեմ։ Դրա համար մեծ մասշտաբներով բաները անպայման պետք է, որ եթե եկեղեցու անունից ես ավետարանում, անպայման պետք է եկեղեցու հետ համագործակցի, թույլտվություն վերցվի։ Որտեղ ինքը եկեղեցու դեմքն է ցույց տալի, թե եկեղեցինով է։ Այդ է։ Լավ, եղբայրներ, ձեր կյանքի փորձից ուղղակի ինչն է խանգարում ավետարանչության արդյունավետությանը։ Ինչն է, որ խանգարում է, որ մարդը կարողանա ավետարանի։ Մարդու համար այսօր աշխարհի հետաքրքրությունը ավելի շատ է, ունեցվածք, լավ փող, լավ տուն, ինքը նպատակ ունի այս աշխարհի հետ կապված, այս աշխարհը ոնց որ իրան այնքան է գրավ է, որ իր համար հոգևորը, ասենք, ոնց որ ասած փակված թեմա լինի, այս աշխարհի ունայնությունը։
Իսկ մարդը կա ոնց որ ասած խնդիրների մեջ լինելով զգում է որ ինքը կարիք ունի ինչ-որ օգնության ու այդ պահը որ երբ որ դու ասենք խոսքը մատուցանում ես Փրկություն է գտնում այդ խոսքի։ այ ապրես հա փրկությունը ու իր մեջ արդեն հետաքրքրություն առաջանում ու ինքը կարճվում է դրանից եթե մի քիչ էլ որ ասենք ավելի ես մանրացնում որ այս աշխարհը անցողիկ այս ամեն ինչը գնալու է ստե արդեն մարդը իր քայլն անում դրա համար ես ասի երկու տեսակետից է մարդու գործոնն է Այսինքն նո էդի լավ վերցնենք էդի լսողի տեսանկյունից Ես իսկ ավետարանողի տեսանկյունից երկու կողմից կարա ավետարանողի տեսանկյունից ինչն է խանգարում ավետարանելու համար եթե վերցնենք այս մի կողմը ավետարանչի կողմը ինձ թվում է ավելի արթուն լինել Աստծո հետ հարաբերությունն եթե մարդ Աստծո հետ հարաբերություն ունի արթուն է իր հոգևոր կյանքի մեջ ինքը կնայի Աստծուն ու կանի Աստծո կամքը Աստված էլ կոծի իր գործերի մեջ ու դա պատղաբեր կրնի որտեղ Աստված կառաջնորդի իսկ երբ որ մարդը ավետարանիչը մի ժամանակ լավ էր հոգևոր հետո կամաց այս աշխարհի հոգսերը իր այս առօրյա կյանքը ինչ որ տեղը գրավեցին իրան հա տարբեր բաներ կարա ասենք իրան նենց անի որ ինքը իր հայացքը Հիսուսից վերցնի գցի իր վրա արդեն երբ որ մարդը այդ հայացքը Աստծուց վերցնում գցում է իր վրա իր ուժերով ազում անի կամ արդեն նրանք խանգարում են արդեն փշերի նման խեղդում են իր այդ հոգևոր վիճակը արդեն իր ավետարանությունն են չինում մի ուրիշ դեպք երբ որ ինքը ավետարանելով դիմացինը տենում է որ ինքը ապրում է ուրիշ կյանքով բայց ավետարանում է ուրիշ բան շատ կարևոր է երբ որ ավետարանողի կյանքում տենում են այն որ ինքը ապրում է այսինքն խոսում է իր ապրած կյանքից իր խոսքերն ու գործը իր ասածն ու իր կյանքը նույնիսկ գայթակղությունն է երբ որ մարդը ավետարանում է բայց ինքն ապրում ուրիշ ձև ավելի լավ է չավետարաներ դա ավելի շատ գայթակղություն է ավելի շատ մարդկանց վանում է որ շատ պատմություններ գիտեմ որ ասում են մեր շենքում հավատացյալ կար ու այնքան վատ բաներ են ասում որ ասում են դրանից մենք ելնելով չէինք ուզում հավատացյալներ ստենանք Աստվածել ասում ձեր պատճառով իր ժողովուրդն ասում ձեր պատճառով իմ անունը հավևեց այսինքն հավատացյալը պիտի ասում անունը մեծարի կամ գցի այդ հավատացյալով են մի ուրիշ տեղ ասում է պետք է ձեզ նայեն ու ձեր խաղաղության ձեր ուրախության ձեր այդ ամեն ինչի պատճառն ուզենան իմանան ինչու եք դուք տարբեր ու այդ պատճառը հարցներով գան իմանան ով է պատճառը գան դեպի Աստված իսկ եթե մենք ապրենք այնպես կյանքով որ աշխարհից չտարբերվենք ու սկսենք ավետարանել դա ավելի կգայթակղի ավելի կվանի մարդ ասենք դեպքեր է լինում օրինակ մենք այսօր եկել ենք Հայաստանից Բելգիայում ենք ապրում լեզվի խնդիր առաջանում շատ դեպքերում օրինակ եղել է իմ հետ կապված ու ուզեցել եմ ասենք ֆլոմաներեն խոսամ կամ ասենք ֆրանսիա խոսայել է լեզվի խնդիր այլ է որ ես չեմ կարացել միտքս միջև վերջ արտաբերեմ նաև էս էլ է խնդիր առաջանում ավետարանչության համար էլի ասենք ուրիշ ազգերին դե Աստված ամբողջ ազգերի համար է կանչը տվել իսկ երկրորդը ոնց որ եղբայրս ասեց այդ իմ հետ է կատարվել այդ օրինակը ավետարանչություն էր անում ասենց ասած փակագծերի մեջ գալիս խոսում էր, հետո վերջում էլ իրար այդ օղին խմում ենք, հաց ուտում ենք, ծխում ենք, խմում ենք, ելում գնում էր ասում ես իրանից ավելի լավ հավատացյալ եմ։ Ինչ տարբերություն։ Հա, ես իրանից ավելի լավ հավատացյալ եմ։ Ասենք իր ասած է քանի կոպեկ արժեր, հələ ինքը ընձի վանեց 7 տարի, մինչև Տերը իր գործը արեց։ Լավ, սրա հակառակ կողմն էլ մի հատ նայենք։ Ինչն է օգնում ավետարանչությանը։ Ավետարանչության համար օգնում է ավետարանիչին, հա խոսենք ավետարանիչին։ Ավետարանիչին էլ ինչն է անհրաժեշտ, ինչն է օգնում, որ իրոք արդյունավետ կարողանա։ Ըստ ինձ Աստծո հետ կապը երկրորդը Աստծո խոսքը վերցնել ու փոխանցել։ Ավետարանը հենց մենակ իր կյանքը վկայելով, բայց ցույց տա հիմքը որն է։ Աստծո խոսքը ինքը զորավոր է, իր պարզության մեջ ինքը զորավոր է մարդու կյանքեր փոխելու։ Երկսայրի սուրից ավելի սուր է, որ կարող է ամեն մտնի մարդուն ավետարանի մաս։ Պարզ ավետարանը ինքը զորավոր է։ Ավետարանից պետք չի բարդություններ։ Մարդ ուզում է եսի ինչեր անի, որ ասենք ավելի լավ ներկայացնի, բայց Աստված դες բան չի ասում։ Համաձայն ես որ իմ ջալած շատ մարդիկ միստիկա են ման գալի ավետարանի մեջ ու աշխատում են sense
միստիկ ձևով, sense ֆանտազիաներով, ես ինչ երկնային ու բաներ, բայց դա շատ պարզ է։ Երբ որ Հիսուսը եկել էր ավետարանում էր ձկնորսներին, աղքատներին, անգրակ այդ ժողովրդին ու բոլորի համար դա պարզ էր։ Հիշենք այդ ջրորի մոտ կնոջը։ Նա հավատաց ու գնացել մի բան էլ ավետարանից, նրանք էլ ինչ ասես։ Սա այն մարգարեն, որ պետք է գար, եկել է, всё փրկությունը բերել է։ Ավել բան պետք չէ։ Ավետարանչության համար նաև ես մի հատ էս տեսակետն կարամ ասեմ, եղբայրներ, որ օրինակ ավետարանիչը, որ Սուրբ Հոգու առաջնորդությունով սկսում են գործել, ես մի բան եմ sense բացահայտել իմ անձնական կյանքից, ոնց որ Տերը այդ պահին մի հատ սկզբից սովորական մի հատ շփումի մեջ է մտցնում։ Սովորական մի հատ կոնտակտ, ոնց որ մարդուն դու ուսումնասիրես, մարդու կարգավիճակը, իրա Դու մոտենաս մարդու հետ։ դե այդ եմ Երևակայ օգնող բաներից մեկը, որ մարդը կարենա վստահի քեզ, որ լսի քեզանից։ Ես սենց եմ հասկանում, եթե կոնտակտը չլինի, եթե մարդու հետ դու հարաբերություն, ընկերական հարաբերություն, մտերիմ հարաբերություն չվստահի քեզանից լսածը կարող է լինի զուտ ինչ որ մի հատ ինֆորմացիա, ինքը դա լուրջ, ծանրակշիռ չի ընդունում, բայց եթե այդ մեր մտերիմ հարաբերությունները լինեն, ամենայն դեպս մարդը ոնց կան վստահի, որ ճիշտ ասում, ինքը ոնց ասեմ, այդ օգնում է։ Դե դրա համար շատ կարևոր է ավետարանիչի վարքագիծը, շատ կարևոր է։ Որ ոնց որ եղբայրս ասեց, ինչ որ դու որ խոսում ես, սկզբից ապրես, նոր խոսաս։ Որովհետև ես ելի եմ կրկնում, որ այս աշխարհին այդ խոսալը արդեն հոգնածրել է։ Այսօր աշխարհը ուզում է կենթանի Քրիստոս Սենց տեսնել։ ասած կյանք բացատրել։ Հա, կյանք բացատրել։ Այսօր աշխարհը ցանկություն կարիք ունի կենթանի Քրիստոս տեսնել։ Իսկ կենթանի Քրիստոս տեսնելու համար ոնց որ եղբայրս ասեց, Քրիստոս այսօր կենթանի մեր մեջ բնակվում է։ Մնում է մեր վարքագիծը, թե մենք ոնց ենք ներկայացնում, ոնց ենք ապրում եւ ոնց ենք ներկայացնում։ Մեր վարքագծի շատ մեծ ոնց որ ասած հարցերի լուծումը մարդը գտնում ու դրանից ելնելով արդեն մարդը տեսնում է, կարա քեզ վստահի թե չէ։ Ոնց որ եղբայրը ասեց, եթե ես հիմա ավետարանում եմ, բայց մի քիչ հետո նստում խմում եմ կամ սխալ բաներ եմ անում, դա ընդհանրապես դա գայթակղություն էլ է, բայց եթե իմ վարքագիծը աստվածապաշտությունով է ու մարդը տեսնում է այդ ամեն ինչը, որ ոչ թե միայն խոսող, այլ գործող է ու իրոք պահում է իրան այդ իր քրիստոնեական արժեքները, այդ վաղ մարդու մոտ արդեն հետարքրություն առաջանում։ Այդ հետարքրության հետևանքով էլ արդեն մարդը կամաց մոտենալով արդեն ուզում է լսի, համ էլ վստահություն է ձեռք բերում։ Հետո եղբայրներ ջան, մի բան նորից Աստծո առաջնորդությունը ինչքան կարևոր է, գրքի մեջ երբ որ կարդում ենք, Ֆիլիպոսին ասեց Սուրբ Ոգին, գնա հասի այս կարգին։ Աստված գիտի ում ինչա պետք։ Ես պատմություն եմ լսա, մի կին իր ամուսնուն շատ համոզում է, որ մի անգամ եկեղեցի գա, հա չի գալի, մի անգամ ասում լավ, էսի վերջի անգամն ես ասում, ես կգամ այսօր, սրանց հետո չեմ գայել, եթե հանգարց դուրս չգա։ Ասում լավ, աղոթելով էս կինը գնում են ու հովը չի լինում, ուրիշ եղբայր է քարոզում, ծննդաբանությունից Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը Հակոբին, այս կին ասում, ասես բան կներ, գոնե հովը լներեն, լավ քարոզներից, վերջում ես ամուսին ասում, կինը մտածում վերջ էլ արդեն չել գա, ես ամուսին ասում ես ինչ մեծ է մեր Աստված, ես արդեն հավատքով ասում ինչից ասում եթե Աստված այդ ամեն մանրունքներն ասում ով ումից ծնված, ինչ արեց, այսինքն այդ մարդուն հետ էր կպե, մենք երբեք չգիտենք ում ինչ կկպնի, ես գիտեմ լսել եմ էլի ավետարանի, որ ինքը չի կարողացել խոսալ, հիվանդ է շարժվելու խոսալու մեջ, բայց թղթերա գրել մարդկանց գրպաններն ակցը մեկը ինչ որ հանելով էտա կարդացա, տարբեր մարդու տարբեր ձևի է կպնում, մարդիկ բազմաթիվ են, ու Աստված ամեն մեկի համար ճանապարհ ունի, եթե կա մարդը պատրաստ որ ասում ահա ես ինձ ուղարկի, ինքը Աստծո հոգով առաջնորդվում է, Աստված կարա տարբեր ձևերով անի, միանշանակ համամիտ եմ, որ պետք է մարդը ճիշտ ապրի, ճիշտ ձևով, որ իրան վստահեն, իր խոսքին հավատան, որ գան դեպի այդ Աստծուն, միևնույն ժամանակ
մենք երբեք էլի այստեղ նույն պատմությունը Բարձրնենք, որ ինչ ձևով Աստված գործ մենք Ամեն։ անենք։ միա չասենք Աստված մենակ սենց է գործում կամ սենց սահմանափակեն։ ամենաառաջնայինն է ու մեր համաձայնությունը որպեսզի կարողանանք ավետար անենք Դե որ եղբայրը ավետարանչի հարցն է առաջ բերել, դե նոր դու եղբայրս ասեցի, որ մենք այսօր այս աշխարհի աղնու լույսն ենք։ Այսինքն մեր վարքագիծը, մեր ապրելակերպը շատ մեծ նշանակություն ունի այս խավոր աշխարհի մեջ։ Այսօր աշխարհը ոնց որ ասած լույսն է, չէ՞, եթե մութը խավարը ոչ մի բան չի երևում, բայց եթե լույսը ու լույսի վրա մի հատ սև կետ լինի, միանգամից երևում է։ Ուզում եմ ասեմ, մենք լինելով այս աշխարհի համար այդ լույսը, շատ կարևոր է, որ այդ սև կետերը չլինի մեր կյանքում։ Իհարկե մենք մարդ ենք, մենք կարանք սխալվենք, բայց չմնանք դրա մեջ, այդ սև կետերը Եթե Սուրբ Հոգին քաշում է, բացում է, մարդիկ այդ սևին չնայել լուսին կնայեն։ Իսկ ում որ փակված է, այդ մեծ լուսի մեջ այդ մի սև կետը գտնեն, Որ անպայման դրանք սև կետին ցույց կտան։ Բայց դե համենայն դեպս որպես ավետարանիչ շատ իմ սուբյեկտիվ տեսանկյունից, որ մարդու ավետարանչի վարքագիծը։ մի հատ բան էլ ես կուզենայի վարքագծի հետ կապված նշեինք, որ մանավանդ նորահավատները, երբ որ լցված որ մեկ-մեկ ավետարանչության հարցում կարան չափը անցնեն։ Այնքան մեկին ասեն, այնքան ստիպեն, որ լսի, որ մի բան էլ հələ ինքն էլ լավ չգիտի, բայց այս էլ մյուս ծայրահեղությունն է, որ իհարկե մենք կանչված ենք ավետարանելու, բայց մյուս կողմից պետք է զգույշ լինենք, որ չդառնա, որ այնքան էժանացնենք Աստծուն թանկագին գործը, խոսքը կներեք, այնքան չէժանացնենք, որ սենց լցնենք, որ մարդիկ զզվեն։ Այլից պետք է լինի իրոք թանկագին ձևով։ Աստված ասում է մարգարիտները խոզերի առաջ մեկ ցեք, շատ զգուշությամբ, շատ էսի շատ թանկ բան է, որ ոնց ենք մենք մատուցում։ Ինչքան ենք մատուցում, ինչքան համով ենք մատուցում, որ մարդիկ ուզենան այդ համովությունը գկա, ասենք որոշ ժամանակ հետո Դա բնական է, մարդը, որ ինքը այդ ուրախությունը այնքան շատ է, ինքը ամենտեղ պատմում, ամենտեղ խոսում է, միտեղ միգուցե շատ խոսա, բայց ավելի լավ է միտեղ մի քիչ շատ խոսա, շատ ասի, քան ընդհանրապես չասի։ Չէ, ընդհանրապես չասել այդ շատ ասելուց հետո գգա կամաց այն ոնց են ասենք ձիու քուրակը նոր ծնվել է, մի քիչ մեծացել է, ինքը սկսում է սանտը վազել, տրճիկ տալ, չգիտեմ ինչեր անել, ինքը անիմաստ, բայց վազզում է։ Միգուցե օգտակարությունը այդքան չկա, բայց ասենք մեծ ձին ինքը միշտ օգտակար բաներ անում։ Նույն այդ ավետարարությունը մեր մանկություններ պետք է հոգևոր մանկությունը անցնի տենց կամաց իմաստություն կտա Աստված։ Բայց չմնա այդ մանուկ։ Հա, չէ, որ մնաց դա արդեն Խոսքս դրա մասին էր, որ այն նորահավատի նման, ասենք 20 տարվա հավատացել է, բայց այն նորահավատի նման ասում, այնտեղ ասում, այնքան ասում որ մարդիկ էլ չեն ուզում։ Ո՞ւմ է ինքը արդեն կտենա որ վանում է արդեն։ Իմաստություն կգա։ Աստված ինչ ասում։ Միամիտ եղեք աղավներ պես եւ խորագետ եղեք օծեր պես։ Այսինքն այդ միամտությունը, խորագիտությունը իրար հետ նոր կտան արդյունք, որ իմանաս որտեղ, ինչ, ոնց որ Պողոս Նաև ես վստահության համար մի բան կուզենայի ավելացնել, վստահ լինել մարդկանց առջև վստահություն ձեռք բերելու համար շատ կարևոր է, որ ավետարանիչը պատասխանատվություն է կրում կամ վերցնում իր վրա տվյալ անձի նկատմամբ։ Իսկ եթե ես ոնց կարամ մեկնաբանեմ, օրինակ, ասենք մարդը ինչ որ հարցերի մեջ կարիք ունի, դու իրան օգնում ես, բայց դե ոչ թե նոր որ ասեցիք եղբայրներս, որ ոչ թե միանգամից հարցակվես մարդու վրա, Աստծո խոսքը լցես, որ մարդը հիասթափի, սկզբից ասի, հա, այնքան որ իր գործանի պրսնի հետո ասի, չէ, չեմ ուզում լսեմ, այլ համահունչ եղբայրս լավ համով։ Այսինքն դու գործով մի հատ ավետարանում ես, ցույց ես տալի որ դու մարդկանց օգնում ես, դու մարդկանց բարն ես կամենում ու անշահախնդիր։ Այսինքն աշխարհից տարբերվում ես միանգամից, աշխարհն անում է շահախնդրության համար, իսկ դու անում ես անշահախնդիր, Աստծո սիրով, իրանք այդ սիրո պատճառը կհարցնեն։ Ինչն է քո քարը, ինչն է քո շահը, որ դու մեզ օգնում ես։ Ու դու արդեն բացատրում ես, որ Աստծո սիրով եմ ես ձեզ լցված անում եմ։
իրանք կուզենան այդ պատճառը կհարցնեն ու տես գան։ Շատ ճիշտ բան է, որ Էդ եմ ասում, շատ կարևոր է, որ դու տվյալ անձի պատասխանատվությունը վերցնում ես քո վրա։ Իր գործերի, իր կյանքի հետ կապված հոգատարություն, մի քիչ բան ասեմ։ Շատ վկայություններ եմ լսել աշխարհի շատ մարդկանցից, որ մեր հովի մասին պատմում են, ամեն տեղ օգնում էր, գալիս էր թարգմանելու, գալիս էր էս էր անում, մեն էր անում, տեղափոխության ժամանակ ամեն տեղ օգնել է։ Դրա համար մարդկանց մեջ եկել է այդ վստահություն, այս մարդը ոչ իր ծախսերով գալի մեզ տանում է այսիշ տեղը, իր ծախսերով, իր ուժով գալի օգնում է, շատ վկայություններ կա։ Հա։ Լավ, եղբայրներ, մի հատ էսենց հարց էլ ունեմ, որպեսզի անցնենք առաջ։ Միթե մարդը չի կարողանում ինքնուրույն ապաշխարել, ինչու՞մ է ավետարանիչի դերը։ Դե ավետարանիչի դերը նրանում նա կայանում, որ ինքը ներկայացուցիչն է Աստծուն է ներկայացնում։ Մարդը չգիտի, օրինակ, ասենք, սկսած ես ինձանից ասեմ, ես որ աշխարհում էի, գիտեի Աստված, բայց չգիտեի ով է Աստված, ինչ է անում, ինչ ծրագիր ունի մարդը։ Աստված իր մարդկանց է ուղարկում, որպեսզի ներկայացնի իրան, թե ինքը ով է, որ ինքը քո ստեղծիչն է։ Դրա համար շատ կարևոր է, որ ասենք ինքը ավետարանիչներ ուղարկի, որպեսզի որպես ներկայացուցիչներ ներկայացնի մարդկանց։ Այսինքն ապաշխարության հարցում ավետարանիչը իր ուրույն դերը ունի։ Անպայման, իր գործը ունի։ Աստված ամենակարող է, Աստված կարող է առանց մարդու օգնությամբ էլ թե ավետարանի, թե փրկի, թե ամեն ինչ անի, բայց Աստված մարդու հետ համագործակցում է։ Թե բժշկության ժամանակ ասում է գնա ձեռքը դիվրեն աղոթի ու կբժշկվի։ Բժշկողն ով Աստված է։ Կարող առանց ձեռ դնելու աղոթելու աներ։ Կամ Անանիային ասում է գնա Պողոսի վրա ձեռքը դիր, որ իր աշկերը բացվի, իրան ավետարան իրան մկրտի, Աստված մարդկանցով անում։ Ու երբ որ Աստված մարդկանց ներքաշում է իր գործի մեջ, մարդը լցվում է սիրով, մարդը ուրախանում է Աստծո գործերի մեջ, մարդը նմանվում է Քրիստոսին։ Աստված այս կյանքում, այս աշխարհում ուզում է իր երեխեքին նմանեցնի Հիսուսին։ Այդ ամեն բնավորության գծեր դրանք Սուրբ Հոգու պտուղն որ մարդու մեջ պետք է ձևավորվի, դրանք կարող է ձևավորվել մենակ այդ ծառայություններով։ Ավետարանիչը մենակ բառերով կամ բանով չի։ Ավետարանիչի այդ բանի մեջ շատ բան է մտնում։ Մի քիչ հովություն է մտնում, մի քիչ հայրություն է մտնում, մի քիչ ծառա, որպես ծառայություն, ամեն ինչ մտնում, այսի բազմակողմանի։ Եթե մարդը չունենա Սուրբ Հոգու պտուղը, որ համբերատար չլինի, որ սիրով չլինի, որ իմաստությունով չլինի, չի կարող այդ ավետարանչության գործ անի։ Իսկ այդ ամեն ինչը Աստծով ալնում ու Աստված, երբ որ մարդուն ներքաշում է իր այդ ծառայությունների մեջ, մարդը իրան մի ուրիշ կատարելություն է, ուրախությունը կատարել է դառնում, որովհետև ինքը մի ուրիշ ուրախություն է ապրում, երբ որ ինքը մարդկանց օգնում է, մարդկանց սերած տալի, մարդկանց համար իր կյանքն է դնում, այդ ամեն ինչը իրանց ուրախությունը կատարել է դարձնում, միևնույն ժամանակ նմանեցնում է Հիսուս Քրիստոսին։ Ամեն, նաև կարամ եղբորս մի հատ ոնց էր ասած ավելացնեմ իր ասացի վրա, Աստված այո տարբեր ձևի է գործում, թե բնության միջոցով, թե մարդկանց միջոցով, Հռոմեացիս թղթի մեջ երկրորդ գլուխում լավ նշում է, չէ, որ ասենք դատաստանի հետ կապված ասում է, ովքեր որ չիմացան Տիրոջը, իրանց խղճին համաձայն կդատվեն, բայց ովքեր էլ իմացան, իմացածով կդատվեն, այսինքն Աստված ամեն ձևի խոսում է մարդու հետ։ Այնպես չի, որ մարդը կարա ասենք ասի արդարացնի իրան, թե ես չգիտեի կամ ես չիմացա, Աստված ամեն ձևի գործում է, աստե մնում է որոշումը, ոնց որ ասած, ավետարանիչի մոտեցումը մարդուն, մարդու ընդունելը ավետարանիչի կողմից, ավետարանիչի վարքագիծը դեպի մարդու վստահելը դեպի ավետարանիչ, այս գործակցությունն է, ոնց որ ասած, որ պետք է այնց համահունչ լինի, որպեսզի երկուսը մեկտեղ կարողանա գործել։ Իհարկե, այո, ամեն եղբայրս լավ ասում, որ Սուրբ Հոգու միջոցով է դա տեղի ունենում, որովհետև Հովհաննես ավետարանում մեր Տերը ասեց, ով որ ընդունի Սուրբ Հոգուն, չէ, իր փորից կենթանի գետեր կբխի։ Եթե այդ Սուրբ Հոգու վերստին ծնունդը կա, Սուրբ Հոգու պտուղները սկսում է ձևավորվել, իհարկե Սուրբ Հոգու պտուղներն էլ արդեն Քրիստոսի անուշահոտ բուրմունքն ու
վերաբերմունքն ցույց տալի Իհարկե, այստեղ մի բան էլ չմոռանանք նշենք, որ Պողոս Առաքյալը ասում է, ավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից։ Եթե չուղարկվեն, եթե չխոսեն, որտեղից չուղարկվեն, այսինքն այստեղ գալիս ենք հանգում ենք ավետարանչի գործին։ Մարդկային գործոն, մարդկային Պետք է գործոն։ ասվի, որ մարդիկ լսեն։ Պետք է խոսացվի սրա մասին, պետք է մարդկանց հասցվի այդ բարի լուրը, ինչպես քարոզեն, եթե քեզանից առաջ չնան, նախ պետք է առնի մարդ, հետո քարոզի անի, Աստված ուզում անպայման։ Մի խոսքով դե դրա համար էլ Աստված իր եկեղեցում դրել է այդ 5 ծառայությունները, ինչի համար եկեղեցու շինության համար, նաև ոչ թե մենակ եկեղեցում, նաև աշխարհից մարդկանց դեպի եկեղեցի ուղղորդելու համար։ Միսիոներության մասին։ Ուրեմն սենց մի հատ հարց, միսիոներության ուղարկվելուց ընդհանրապես խրախուսվում է, որ մարդիկ գնան, մտնեն այդ կուլտուրայի մեջ, այդ մշակույթի մեջ մտնեն, լեզուն սովորեն, մի խոսքով մտնեն այդ ժողովրդի այդ կենցաղի մեջ, որ կարողանան իրենց լեզվով համաձայն այդ ավետարանը կարողանան տան։ Այսի երբ որ ասենք Անգլիայից ինչ որ մեկը գնում է Աֆրիկա ենթադրենք, բայց հասել է տեղական նույն քաղաքում, քո երկրում ավետարանելու դեպքում այս օրենքներին պետք է հետևես միսիոներության, այսինքն ավետարանչի այդ գործին գնալու, մտնելու այդ կենցաղի մեջ, ենթադրենք աշխարհիկ, ասենք հանցագործ շրջապատի մեջ մտնելուց։ Պետք է մտնես այդ իրանց լեզվի, իրանց կենցաղի, իրանց որպեսի կարենաս ավետարանես, թե ամենայն դեպս Եվ այո, եւ ոչ ինձ թվում է, Պողոս Առաքյալն ասում է, օրենքի տակ եղողների հետ օրենքի տակ եղա, ամեն մեկին ուզում ասի իրանց նման եղա, հեթանոսների հետ իրանց նման եղա, որ իրանց շահեմ, այստեղ հարցն այն չէ, որ գնանք խմողները հետ խմենք, որ իրանց շահենք, բայց միևնույն ժամանակ, եթե դու գնաս իրար ասես քեզ ցույց տաս, որ սուրբ իրանք տենան այնքան ձեր մեջ զոր, որ իրանք անհասանելի, անդունդը, որ իրանք անհասանելի սուրբ, մեկ էլ հանցագործ մարդիկ, էդ էլ կբանի։ Այսինքն մարդը երբ որ գնում է ավետարանելու, ասում է, որ ես ձեր նման էի, եթե իրանց նման է եղել, ամեն մարդ վկայություն է տալի, որ Աստված ինձ էս ինչ բանից անեց, սենց արեց։ Այսինքն, եթե իրանք տենում են, որ այս մարդը իրանցից է եղել, իրանց նման է եղել, ու Աստված էս մեծ գործ արել, իրանք ուզում են, լսում են արդեն։ Իսկ եթե մեկը գալիս է անենց բանով, որ ես ընդհանրապես չէ, իրանք մի քիչ Աստված իր գործը տարբեր ձևերով կարող անի, բայց միևնույն ժամանակ շատ ավելի քաշող է, որ մարդը իրանցից է եղած նում, իրանց նման դրա համար, ասենք ով նարկոտիկների մեջ է ավելի շատ ուղարկում, որովհետև այդ նարկոտիկ օգտագործողը ինքը ասում է, ես բռնված ես գիտեմ, որ դուք ձեզանով չեք կարող, Աստված է պետք ձեզ, ես էլ էի տառապում, ես գիտեմ ինչ չարչարանքների մեջով եք ասնում, բայց ասենք մեկը որ նարկոտիկ չօգտագործը, կարող գնասի, դուք որ ուզենաք ամեն ինչ կարող եք անել, թողեք անեք, հա, սրանք եք ասեն, այ մարդ այս մարդը չի հասկանում ինչ է խոսում։ Հասկանում եք, այդպես պահեր կա, որ իրանց կարա քաշի, երբ որ տեսնում են, իրանց նման է, իրանք ավելի լսում են, բայց միևնույն ժամանակ մարդը կարող գնալ ու որպես ինքը ոչ բան չի արել, բայց ասու փառքը պատմի, ասու գործերը պատմի, մարդիկ ուզենան գան։ Միսիոներության մեջ նաև կարամ ասեմ, որ շատ կարևոր է առաջին հենց հարցը, որ միսիոները իր հոգևոր արժեքները բարձունքի մեջ պահի, դա ամենագլխավորն է կարելի ասել, որովհետև դրանից է սկսում ամեն ինչ մարդու վրա ազդելը։ Երկրորդը շատ կարևոր է միսիոներության համար, որ մարդը հասարակ լինի։ Պետք չի, չեմ ասում հասարակ, որ այնպես բան անի, բայց մարդուն երբ որ դու քեզանից դու մարդուն տեսնելով դու քեզ իրանից մի քիչ ցածր ես գնահատում ու դու մարդուն խոսքեր ես ասում, որ իրան հետաքրքրի կամ հասանելի չի, բայց նորություններ ես ասում, մարդը կսկսի դրան ուշադրություն դարձնել։ Դա շատ կարևոր է, որ մարդը իրան շատ բարձունքի վրա չպահի, էլի, միսիոների մասին է խոսքը։ Ավետարանիչ։ Ավետարանիչ, էլի, որ ինքը ինչքան կարա հասարակ լինի, բայց իր հոգևոր արժեքները բարձր պահի, ոնց որ եղբայրը ասեց, ինչի որ ես
այսօր այդ համատնեմ, ասենք ուտող խմողների մեջ կամ եսի մեջ, ու ունդե ես իրանց նմանվելու, ասենք իրանց Քրիստոսի համար շահելու, ես այն նստեմ ուտեմ խմեմ, իհարկե ոչ։ Դա միծ այր է։ Մի վտանգ էլ կա, մարդը եթե հոգևոր հաստատուն չի, իրանքը ամեն թույլ մարդ չի կարող գնալ տեղ։ Շատ մարդիկ են եղել, իրոք մտածել են գնանք, այսիշ տեղերը մենք կարողանանք իրանց փրկել, բայց իրանք են դարել նրանց։ Այսինքն ավելի շատ իրանք ընկել են, քան թե նրանց են կարածը բարձրացնել։ Այսինքն կոպիտ ասած, այդ միսիոներության մեջ մտել են այդ կենցաղի մեջ ու դարել են այտենց։ Ընկել են մի անգամից, հա։ Ես այտենց դեպքեր շատ եմ լսել, որ մարդը մտածել է գնա, ասենք այն անբարո աղջիկների մոտ, ունդեղ երկից կարող է իրանց ես հենց այդ պատմությունն պատմեմ։ Ես մեր շրջապատից նոր հավատացյալ են շատ լավ հավեսով տա գերացող գնացել են, ասել են, «Էս ինչ եք անում», այդ իրաց մեջից են եղել։ Ինչ եք անում, արեք եկեղեցի եւ այլն, 1, 2, 12, ու իրանց զգուշացնես, որ լքո ժամանակը չի որ գնաս, եւ որ հանդիպում եք, ասա վկայի, բայց մի գնա այնտեղ, հələ դու այդքան պատրաստ չես։ Այսօր իրանց մեկն են էլի։ Այսինքն պետք է զորություն ունենաս, որ Աստված հետո ուղարկում էր 2-2, ասում է զորացնում էր 2-2 ուղարկում էր, որ չընկնեն, պահեր Աստված։ Դե դրա համար ասում է, չէ, խոսքը առակացի մեջ ասում է մեկը լավ չի, բայց երկուսը լավ է, որ մեկը ընկնի, մեկը մյուսին կբարձրացնի։ Նաև միսիոներության համար, որ եղբայրս ասեց, Անգլիայի մի հատ ավետարանիչ է եղել, որ ինքը միջև ապաշխարել է անառակության մեջ այլ է, անառականանց հետ է շփվել, մի խոսքով, բայց հենց որ ինքը ապաշխարել է, նորից գնացել է դե, բայց արդեն ընդեղից մարդկանց է դեպի Քրիստոս բերել։ Ստե շատ կարևոր է, որ մարդը որ կարողանա հաստատել, այդ օծությունը պետք է ունենա։ Մեկ ուրիշն էլ այդ նույն բան ուզում անի, շտապ գնում է ինքնանգնում, մնում անդր։ Դրա համար է շատ կարևոր է Աստծո առաջնորդությունը, որ մարդը Աստծո առաջնորդություն ունենա ամեն ծառայության համար, թե միսիոներ, թե ինչ ծառայություն ուզում է լինի, դրա համար պետք է օծություն։ Հիսուսը մինչև իշխանություն չտվեց իր աշակերտներին, չուղարկեց աշխարհ։ Ամեն։ Դե դրա համար պետք է Աստծո առաջնորդությունը։ Մի հատ էլ sense հարց։ Մարդու ապաշխարելուց հետո մարդու հաջորդ քայլը ինչ է։ Արմատավորվելը շատ կարևոր է։ Սերմնացանի առակը մեր եղբայրը հիշեց իմ ամենասիրած առակներից է, որովհետև շատ լավ բացում է ամեն քայլը։ Եթե մարդը ապաշխարելուց հետո ինքը չարմատավորվեց, ինքը ընկնելու է։ Ավետարանիչը տեղ գործ ունի անելու։ Հայրություն պետք է անի։ Դրա համար ասենք ավետարանիչի մեջ մենակ ասելը չի, այո։ Եվ քարոզելն է, եւ այդ բարի լուրը ավետելն է, եւ դրանից հետո հոգ տանելն է, որ մարդը արմատավորվի։ Ինչքան հնարավորություն կա։ Դրա համար մի քիչ հովիվ պետք է լինի, մի քիչ հայր պետք է լինի, մի քիչ այնքան որ հաստատի, դե ավետարանիչը եթե միտեղ մնում է, ինքը կարա շատ հայրություն անի, շատ ժամանակ իր հետ լինի, բայց եթե ինքը պետք է տեղից գնա ուրիշ տեղ, արդեն դե մարդը դնում, որ այդ մարդիկ արդեն Գործ առաքելոցի մեջ ոնց է, որ 3000 հոգի որ ապաշխարեցին Պետրոսի քարոզից հետո, ասում ամեն օր իրար հետ հաց էին կիսում, ամեն օր իրար հետ աղոթում էին, սովորում էին տներում։ Եկեղեցում էին այդ մարդիկ, այսինքն։ Այո, իհարկե եկեղեցու համար, այսինքն շատ կարևոր է, որ այդ հոգ ստանելը, որ մարդը արմատավորվի։ Դրա համար էլ Աստված դրել է, չէ, ծառայողներ եկեղեցու, որպեսզի այդ ծառայողները որ հոգ ստանեն, ասենք ամեն մի շրջանի համար, թե կամ ամեն մի մարդու համար Աստված ծառայողներ է, չէ, դնում որպեսզի ամենայն դեպս հա, այս հարցը, ասենք, շատ ավելի ավետարանիչների համար է, որ ասենք ամենայն դեպս ավետարանելուց հետո քայլեր ունի հենց նույն ինքը ավետարանիչ անելու կամ գոնե ուղղորդի եկեղեցի, որ այնտեղ իր համար օգտանեն։ Իհարկե, եթե եկեղեցի կա կամ եթե չկա, արդեն ինքը խմբակի ձևով կամ ինչ-որ ձևով ինչ-որ քայլեր ձեռնարկի, օրինակ Գաղատացի եկեղեցուն ասում է, ով ձեզ կախարդեց, ով ձեզ բան արեց, որ դուք սենց առաջ սրան հավատացիք, հոգով գնացիք, հիմա մարմնով ու օրենքով եք ուզում, ով ձեզ կախարդեց։ Այսինքն միշտ էլ այդ միշտ եղել են ամեն ժամանակներում Քրիստոսի ծառաներ ու սատանայի ծառաներ։ Եթե հոգ չտանես չարմատավորվի, ինքը այդ վարտապետություն ուրիշ կլսի գնա, ինքը աշխարհի հոգսեր իրան կտանեն, տարբեր բաներից, տարբեր փորձություններից մարդը կարա հեռանա։ Իսկ երբ որ մարդը բարի լուրը լսելով ինքը սիրտը բացում է
ու սկսում է արդեն Աստծո խոսքը լսել ու արմատավորվել, որովհետև նախ առաջին հերթին շատ կարևոր է ճիշտ հիմքի վրա տունը սկսել սարքել։ Երբ որ ճիշտ ավետարանը ճիշտ հիմքի վրա սարքում, արդեն ճիշտ ձևով պետք է տունը սարքվի, որովհետև կարող է հիմքը լավ լինի, բայց տունը սալումով, ոնց որ Աստվածաշունչում փայտով սարքվի, որ ինչ որ մի հատ փորձուն չդիմանա, բայց եթե ճիշտ ձևով տունը սարքես, այսինքն Աստծո խոսքով, այսօր շատերը կարող է հիմքը դնեն Քրիստոս, բայց հետո անեն շեղվեն, որ Քրիստոս մենակ հերիք չի, պլյուս դրան պետքա դու օրենք պայես, պլյուս դրան պետք է չգիտեմ ինչեր անես, որպեսզի փրկությունը Արմատավորելու համար նաև կարամ լրացնեմ, որ շատ կարևոր է տնային ծառայությունները, որովհետև եկեղեցի գալով եղբայրներ համաձայն կնեք իմ հետ, որ դա բավարար չի լինի նորահոգու համար։ Ինչի համար, որովհետև եկեղեցի եկավ 2 ժամ, տեսանք, խոսացինք, ոնց ես, ոնց չես, դրանից հետո ծառայությունը լսեց, գնաց, մնացած օրերից մենք տեղյակ չենք այդ նորահոգու կարգավիճակը ինչով է զբաղվում։ Իսկ տնային ծառայությունը կամ տնային ծառայության անդամները, առաջնորդները արդեն իրանք հոգս են, չէ՞, տանում, հետաքրքրվում են, բացի տնային ծառայությունից առանձին, ասենք, օրեր են անում, որ այցելում են, իրար հետ կապի մեջ են, Այսինքն արմատավորելու համար սերտի ամրապնդումն է ալնում այո, եկեղեցու անդամների հետ։ ու դա շատ կարևոր է նորահոգու համար, միայն այդ դեպքում կարա նորահոգին արմատներ գցի, երբ որ այդ կապը կա, բայց եթե այդ կապը չկա, ասենք, եկեղեցի գալով ժամանակ շփում հավատացյալները ամեն երբ որ Աստված ինձ այցելեց, իմ կյանքը փոխվեց, ես արդեն մենակ հավատացյալների դեր ուզում շփվեի։ Հետո ուզում էի այն իմ ընկերներում հետ որ շփվել էի, Աստծո լուրը պրոստը այդ բարի լուրը իրանց ասեի, ցույց տայի, բայց ինձ հաճելի չէր արդեն ուրիշ տեղեր լինելը։ Հավատացյալների հետ Աստված երբ որ մարդու փրկում է, բերում է իր տուն, ուզում է որ իր տան մեջ ինքը մեծանա։ Ու շատ կարևոր է, ճիշտ ես ասում, եկեղեցու մեջ լինելը, տնային խմբակների մեջ, հավատացյալների հետ շփվելը, որովհետև եթե չլինի այդ ամենը, մարդը նորից շատ հեշտությամբ գնա աշխարհ։ Դե որովհետև Սերմնացանի առակի մեջ ինչ ասում, սերմը ցանվա, բայց ագրավները թրջուներ եկան տակերան, չէ՞։ Սատանան ինքը միշտ սպասում է ցանած սերմը վեկալի սրտի ցանի։ Դրա համար այդ եմ ասում, այդ սերմը որպեսի մնա մարդու մեջ ու արմատներ գցի, շատ կարևոր է, որ տնային ծառայությունը, որ իր համար հոգս տարվի, հենց տնային ծառայության առաջնորդները։ Այս վերջին հարցս ասեմ, Հակոբը ասեց, որ կարան ոմանք սենց են ավետարան, ոմանք Քրիստոսի հետ ուրիշ բան են խառնում, որ պետքա սենց պավի էսի արվի, սենց արվի, այլ ես մա վստահ եմ, որ միգուցե մեզ նայում են մարդիկ, ովքեր դեռ Քրիստոսի հետ ուխտի մեջ չեն, հələ չեն մտել Աստծո ճանապարհի մեջ, այ ոնց անի մարդը, որ չընկնի այդ գայլերի կամ սխալ ուսմունքների կամ սխալ ճանապարհների մեջ, ոնց անի, ոնց կարող մարդը հասկանա ու պաշտպանվի։ Առաջին հերթին տվյալ անձի համար շատ կարևոր է առաջնորդ ունենալը, ինչ որ մեկը իր համար հոգս տանի։ Խոսքը ստեղ շեղվածներն շեղված առաջնորդ ունեն, այսինքն շատերը կան, ասում է գիրքը, Քրիստոս են քարոզում շահախնդրությունով։ Մի օր ասում է Քրիստոս քարոզելը այդ շահախնդրությունը հոգևոր առումով լավ է, բայց ոչ թե մարդկա մատերիալական շահ է փնտրում։ Այսինքն տարբեր բաներով կարող է Քրիստոս քարոզվի ու առաջնորդները կարող են տարբեր լինեն։ Այսինքն շատ կարևոր է, երբ որ մարդը ապաշխարում է, ճիշտ եկեղեցում լինի, ճիշտ առաջնորդի մոտ լինի ու Աստծո խոսքը ինքը շատ կարևոր է կարդա, աղոթի, որ Աստծո խոսքի վրա հիման վրա լինի։ Որ երբ որ Աստծո խոսքի մեջ գրած չի են բաները, թող ինքը չանի։ Իսկ որ գրած է, ինքը դրանով ապրի։ Որովհետև դու ինչ մաղով կարող ես մաղել, այսօր ամեն ինչ կա, ամեն ձևի քարոզներ կա։ ինտերնետում կա, դրսում կա, Դե դրա համար շատ կարևոր է Աստծո խոսքով որ դու մաղես ու Աստծո հոգով որ բացվի, դրա համար շատ կարևոր է։ Դե իհարկե Աստվածաշունչ կարդալը։ շատ կարևոր Աստվածաշունչ կարդալը մաքուր բաց ձևով։ Թողալ են մյուս այն ամեն ինչը, այս աշխարհի բոլոր ձայները թողալ, խնդրել ասում, Տեր ջան, բաց քո խոսքը, Աստված կարող մենակ իր խոսքը բացի։ Դրա համար շատ կարևոր մարդ եթե վերստին ծնվում է, Աստծո ձայնը լսելով, ու Աստված ես համոզում կառաջնորդի ճիշտ եկեղեցի, ճիշտ առաջնորդ, ճիշտ տնային խմբակներ, ճիշտ հաղորդակցություն
ու միևնույն ժամանակ ինքը պետք է լսող լինի իր առաջնորդներին, իր հովին, Աստծո խոսքին լսող լինի։ Եթե ինքը բաց եղավ Աստծո խոսքի համար, Աստված անպայման իրան ճիշտ տեղեր կուղարկի։ Չէ, այստեղ հարցը եղբայրը ոնց որ տվեց, շեշտ տվեց, որ նորահոգին շեղվի, չէ՞, այդ ձև էր, չէ՞ հարցը։ Որ չընկնի սխալ ավետարանիչների Դե ձեռքը։ նորահոգին որ չընկնի սխալ ավետարանիչների ձեռքը, այդ եմ ասում, այդ ծնունդը որ ունից առել է, ասենք եթե հիմքը, ֆունդամենտը, սկիզբը ճիշտ է, այդ ճշտից կարճված լինի։ Էլ ինքը չփնտրի ավելնորդություն։ Այսինքն, երբ որ բարի լուրը ստացավ, մի հատ էլ ուրիշ բարի լուր ման չգա։ Այո, ապրես։ Այդ էս ուզում երևի ասես։ Այո, Կամ այսօր դե ինտերնետում այնքան ճակերտավոր բարի բարի լուրեր լուրեր կան, կան, այո։ մեկը բարի լուր է ասում, որ եթե ապաշխարես փողերից շատանալու է, մեկը բարի ասում է, բան անեցքից կազատություն, բայց մենք գիտենք, որ մեր Տեր Աստվածը Ու շատ կարևոր է որ խափելը հեշտ է։ այո, դե դրա համար ես շեշտ դրեցի, որ այդ նորահոգին որպեսի չշեղվի, շատ կարևոր է որ առաջնորդ ունենա։ Այն սկիզբը, որ իրան վկայեց, որ իրան բերեց դեպի Քրիստոս, ում ասենք ում Տիրոջը օգտագործեց դեպի ապաշխարության վերստին ծնվելուն, այդ տեղից կարճված լինի ինքը շարունակել, ինքը ավելնորդություն չփնտրի, որովհետև այսօր համացանցերը այնքան շատ են, որ պահերա գալի, ասենք եթե ոնց որ եղբայրներ դուք նշեցիք, նորահոգի է լավ, շեղվելու է չի իմանալու, այնիա ճիշտ ասում, այսա ճիշտ ասում, թե այն որտեղից որ հիմքը սկսել է, այնիա ճիշտ ասում։ Ու դրանից ելնելով, ասենք նաև առաջնորդը որ սկսի հոգ ստանել նման, ասենք նորահոգուն, իհարկե ամենագլխավորն ու էդի կենտրոնն է Աստվածաշնչով, դա անարատ կաթն է, որ այդ անարատ կաթը իրան սկսի բացատրել նաև հոգ ստանել, ոչ թե միայն ասենք ես չգիտեմ, ամեն մարդ կարող է տարբեր տեսակի հասկանում այդ հոգ ստանելը, Էթա տուն տերեսի միշտ չէ, այդ ձև չէ։ Ուղղակի Աստվածաշնչով իր այդ աղոթներով, իր այդ ոնց որ առաջին դարի եկեղեցին ոնց էր անում, չէ, որ ապաշխարեցին։ Այդ նույն գործողությունը, այդ գործողության մեջ պահի նորահոգում, միջև նորահոգին արմատավորվի կարող է։ Ես այդ հոգատարության մեջ միևնույն ժամանակ ներս են թափանցում անենց ավետարանիչներ, ճակերտավոր ասած, անենց քարոզիչներ, որ սատանի գործիքներ են, որ իրանց մարդկանց հանեն Քրիստոսի մեջից։ Մենակ Քրիստոս երիք չի։ Ու միշտ եղել է, այսօր էլ կա այդ նույն պատմությունը։ Դրանով ճիշտ ես ասում, ճիշտ է, ճիշտ հոգատարություն, միևնույն ժամանակ այդ անձնավորությունից էլ է կախված։ Այո, որ Տեր ջան, դու ինձ բերեցիր ես եկեղեցին, այս առաջնորդերով, ես կլսեմ իրանց, դու իրանցով դու իմ հետ խոսա։ Որովհետև այդ մարդը հոգ է տանում, հայրություն է անում իր համար։ Այսօր երեխուն ոնց կարող ես խաբել։ Մի հատ կոնֆետով կարող ես խաբել։ Նույնը իրանք են անում։ Ուզում ես լավ կյանք, Աստված օրհնում է, դու արի սենց արա, մի քիչ սենց արա, սենց կլինի քո հետ։ Իսկ 21-րդ դարի միլիոնատեր քրիստոնյաներ ասում են։ Իսկ նորմալ քրիստոնեությունը Աստվածաշնչով ցույց է տալի։ Քրիստոնյան պետք է չարչարվի Քրիստոսի հետ, Քրիստոսի նման պետք է լինի, իր անձը ուրացած, ոչ թե իր ստե հաճույքների ու ուտի համար ապրի, այլ ապրի Քրիստոսին դուրեկած կյանքով։ Երբ որ ինքը իրան խաչում է, իհարկե միանգամից չի լինի։ Դրա համար հոգևոր առաջնորդը ճիշտ է ասում, այդ խմբակները ճիշտ եկեղեցին հոգ է տանում, որ ինքը հոգևոր աճելով սկզբից վայել է այդ սերը, այդ իմաստությունը դպրոցում ոնց է սովորում, տարի հետևից նկարներով, չգիտեմ ինչ ձևով, հետո հաշվելով, հետո արդեն բարդ մաթեմատիկա կամ չգիտեմ ինչեր, նույնը պետք է հավատացյալի կյանքում գնա, ինքը պետք է աշակերտություն ուզենա, աշակերտի բաց լինի իր հոգևոր առաջնորդների ասացի ու խոսքի վրա։ Երբ որ հաստատվի, դրանից հետո արդեն ինքը կզանազանի Աստծո խոսքը, կզանազանի աշխարհի կամ սատանայի խոսքը կամ իր միտքը։ Այսքանով եղբայրներ երևի ավարտենք այսօրվա հաղորդումը, փորձեցինք խոսել տարբեր տեսանկյուններից ավետարանչության մասին, ավետարանիչների մասին, իհարկե նաև լսողների մասին, ու ես վստահ եմ, որ այսօր մեզ լսում են մարդիկ, որ դեռ իրանց կյանքում իրանց ամենակարևոր ընտրությունը չեն կատարել, սիրելիս ես հորդորում եմ քեզ, որ չուշացնես կատարես քո ընտրությունը, ընտրես Քրիստոսին հետևելու ճանապարհը, հավատա, որ Տիրոջ տան մեջ քո համար տեղ կա պատրաստված, որովհետև Աստված ոչ թե մենակ տեղը պատրաստեց, այլ իր ամենաթանկագինը իր որդուն տվեց
քեզ փրկելու համար։ Ու այսօր սպասում է քո պատասխանին, քո դրական պատասխանին իրականացին։ Թող այսքանը լինի մեր ուղերձը ձեզ, սիրելի հեռուստադիտողներ, հույսով ենք, որ կարողացանք ինչ-ինչ չափով պատասխանել են հարցերին, որը բարձրացված էին։ Կհանդիպենք հաջորդ անգամ, գրեք ձեր հարցերը, սիրով կպատասխանենք, կազմակերպենք նոր հաղորդում հիմնված ձեր հարցերի վրա։ Մեր էլեկտրոնային փոստը կարող եք գտնել ներքևում բերված տողերում։ Եղեք օրհնված, մինչ հաջորդ հանդիպում։ Ամեն։